Պարոն Քոչարյան, շնորհակալություն, որ դուք ընդունեցիք մեզ, մենք սպասում ենք, որ ձեր տանն ենք հանդիպելու եւ այդ պատճառով ես ուզում եմ սկսեմ ձեր տնից, ավելի շուտ ամառանոցից։ Դուք ապրում եք ամառանոցում վարչապետ նշանակվելուց հետո։ Այո։ Եվ նախագահ ընտրվելու դեպքում նույն շենքում եք ապրելու, թե գնալու եք որևէ այլ շենք նույն տարածքում, թե ընդհանրապես ինչ-որ ուրիշ տեղ։ Ես Երևանում տուն չունեմ եւ պարզ է, որ պետք է ապրեի այդ ամառանոցում, ճիշտ ասած չեմ մտածել շենք փոխելու մասին, ավելի կարևոր գործեր ունեի։ Պարոն Ալեքսանյան, դուք հարց եք ուղղել Քոչարյան ընտանիքի կոնկրետ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով, ես նշեմ, տվյալները կարող եմ ներկայացնել, որովհետև հայցը գտնվում է դատարանում, հրապարակային դատաքննության փուլում։ Այսպես, պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։